Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան լրատվամիջոցներին շատ բաց հրապարակային եւ օբյեկտիվ լուսաբանման համար, ընտրական process-ը եւ քվեարկության օրը։ Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների գնահատականին, ապա պետք է նշեմ, որ թե նախագահական կամպանիայի ընթացքը, թե այսօր քվեարկության ողջ ընթացքը եկան ապացուցելու, որ այլևս Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը անհերքելի փաստ է։ Եվ դրա մասին է խոսում թե միջազգային դիտորդները, որոնց հետ ես անձամբ նաև զրուցել եմ, թե նաև ինչու՞ չէ նաև ՀԱԿ-ի եւ Ժառանգության հանձնաժողովի անդամները, որոնք հրապարակային դրա մասին ասել են։ Եվ այդ իմաստով կարող եմ ասել, որ շատ օբյեկտիվ աշխատել են եւ օպերատիվ աշխատել են եւ իրավապահները, ոստիկանության շտաբը, դատախազության շտաբը, ինչ նաև կենտրոնական դրական հանձնաժողովը եւ այդ իմաստով կարծում եմ, եթե համեմատենք 2008 թվականի ընտրությունների, թեկուզ 2012-ի ընտրությունների հետ, ապա մենք տեսնում ենք, որ այս պահին մենք որևէ լուրջ ընտրախախտման դեպք չեն կարող գրանցել, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա։ Շարունակ հիթային թեմայր մնում այդ կնիքների հետ կապված քննարկումները, խնդրում եմ ձեր մեկնաբանությունը եւ իրականում, այսինքն կնիքի հետ կապված մեխանիզմներ փոխվել, թե ասեմ, քաղաքական process-ն, այդ թվում նաև ընտրական կամպանիան հիթային թեմաներից անպակաս են, որովհետև այստեղ անպակաս է նաև սենսացիոն հայտարարությունները։ Այդ իմաստով ես առավոտյան մեկնաբանել եմ եւ հատուկ այսօր ձեզ համար եւս այս բանը մեկնաբանեմ, որ ես այստեղ համամիտ եմ կենտրոնական դրական հանձնաժողովի նախագահի հետ, որ կնիքները դրանք ավելի շատ կրկնակի կամ երկրորդական ստուգման առարկային։ Նախ եւ առաջ արդեն երեկոյան մեր տեխնացուի շտաբը, այսինքն մեր շտաբը հայտարարեց, որ մենք յուրաքանչյուր երկու հանձնաժողովի անդամների մեջտեղի վստահված անձի տեղերը տալիս ենք կամ նվիրում ենք Ռաֆի Հովհաննիսյանի եւ Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչներին։ Ուստի եթե թեկուզ, հենց թեորետիկ որևէ մեկը մտածեր կամ կասկածեր, որ հնարավոր են կրկնակի քվեարկության դեպքեր, մենք նրանց տվել ենք այդ ցուցակների վերահսկման տեղերում նստելու իրավունքը եւ վերահսկելու իրավունքը, ուստի իշխանությունը ամեն ինչ արել էր։ Իսկ այն, որ մեր օպոնենտների որոշ ներկայացուցիչներ չունեն այնքան մարդ, այնքան վստահված անձին որպեսզի վերահսկեն, դա արդեն իրենց խնդիրն է, իսկ երբ որ դու չունես համախոհների ավելի մեծ թիմ, դու գնում ես բամբասանքի ճանապարհով։ Պարոն Շարմազանը, որվա վերջում տարբեր տեղամասերից ահազանգ եղան լրագրողների հետ կապված միջադեպերի վերաբերյալ դրան ինչ կասեք։ Ես հենց նոր մեկնաբանել եմ առաջին լրագրողի հետ կապված դեպքը եւ նախ ասել եմ, որ իրավապահները պետք է գործին ընթացան եւ քանի որ արդեն դիմում բողոք է եղել, իրավապահները համոզված են, որ օրենքով սահմանված կարգով իրականացնեն իրենց գործառույթը, բայց հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Մենք որպես ժողովրդավարական ուժ բազմիցս նշել ենք եւ նշում ենք, եւ որ ցանկացած խոչընդոտ, հեչ չեմ ասում բռնության փորձ, լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտելու ուղղությամբ բնականաբար դատապարտելի է։ Այսօր երկու կարծիք լինել չի կարող եւ հուսով եմ, որ իրավապահները ամեն ինչ օրենքով սահմանված կարգով իրականացնեն։ Եւ կապված ձեր գործընկերների Սուքիաս Ավետիսյանի եւ Ժառանգության գործընկերների անձամբ խոսել եմ Սուքիաս Ավետիսյանի հետ, որևէ արտարոց բան չի եղել, արդեն կայքերում հրապարակվել է նրա հարցազրույցը, նույն բանն ինչ որ ինքը ասել է կայքերում, նույն բանը փոխանցել է ինձ։ Սուքիաս Ավետիսյանին շատ կոռեկտ է պահել, պարզապես բոլոր պատգամավորները եւ բոլոր քաղաքական գործիչները, սկսած մեզնից, անկախ իրենց դիրքից եւ իրենց հույզերի առատությունից, պետք է ընդրական տեղամասում եւ ոչ միայն ընդրական տեղամասում պահպանեն կոռեկտություն։ Խոսքը Սուքիասի մասին չէ։ Պարոն Շարմազանով, ասացիք, որ այս ընտրությունները եւս մեկ քայլ առաջ էին դեպի ժողովրդավարություն։ Խոսեցիք ոչ միայն եւս մեկ քայլ, գոնե այս պահի մեր ունեցած, մեր ձեռքի տակ ունեցած տեղեկատվությունը գալիս է ապացուցելու, որ այս ընտրությունները լավագույնն էին մեր նորագույն պատմության ընթացքում։ Եթե հավատալ լինենք սոցիալական կայքերում եւ ընդհանրապես լրատվական կայքերում շրջանառվող տեղեկություններին, ապա այս անգամ մասնակցության
մասնակցության թվի ապահովելու համար էր տարվում ամեն ինչ եւ հիմնականում ավտոբուսներով մարդկանց բերում էին ընտրատեղամասեր, նույնիսկ ընտրակաշառքների մասին էին գրել որոշ տեղեկություններ եւ փաստորեն մասնակցության մասով դուք կարող եք վստահել, որ լիարժեք մասնակցել են մարդիկ եւ նախորդ ընտրություններին կրկին գերազանցել այս անգամ։ Հարգելի գործընկեր, մեր նպատակը եղել է մեկը եւ մեր տեխնասուն մշտապես դրա մասին ասել է։ Իշխող քաղաքական ուժի նպատակը եղել է Հայաստանում կազմակերպել եւ իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ, որոնք լավագույնը պետք է լինեն մեր նորագույն պատմության ընթացքում։ Թե ընթերցելով ձեր կայքերում նյութերը, թե ծանոթանալով մեր հեռուստաընկերությունների աշխատանքին, թե ծանոթանալով վստահված անձանց, նաև ընդդիմադիր վստահված անձանց գնահատականներին, թե ծանոթանալով դիտորդական առաքելության ներկայացուցիչների նախնական գնահատականներին, իմ մոտ նման կարծիք է եւ կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող։ Այդուհանդերձ մեզ համար նպատակ չի եղել ամեն գնով արհեստական ավելացնել մասնակցության թիվը, բայց ես կարծում եմ, որ նաև էքզիտ պոլի տվյալները ցույց տվեցին, նաև նախնական մասնակցության տվյալները, որ այն բոլոր մարդիկ, ովքեր որ խոսում էին, որ կլինի պասիվություն, նրանց այդ կարծիքները հոդեց ցնդեցին, որովհետև բավականին նորմալ ակտիվություն է նկատվել այս նախագահական ընտրություններում։